աշխարհը տակն ու վրայ է։ Ինչ էլ կատարվի այսօր, կարևորը վաղն է։ Մենք խոսում ենք փոփոխվող աշխարհի մասին, բայց չպետք է մոռանանք, որ ինչ-որ ժամանակ հետո ինքը դառնալու է փոփոխված աշխարհ։ Աշխարհը այսուհետև նույնը չի լինելու, մենք հետադարձ չենք ունենալու։ Ինչպես հայկական բիզնեսը պահպանի իր մրցունակությունը։ Շարժիչ ուժը գործարարն է։ Տարբեր մտածելակերպ, տարբեր վարքագիծ։ Ես զգում եմ, որ մենք հայերով բոլորի կոնտեքստը հասկանում ենք։ Մենք դարձել ենք կապող օղակ։ Ողջույն, օգտակար ալիքի եթերում հերթական գործարար մտագրողն է։ Հերթական, ինչու, որովհետև հերթական հետաքրքիր թեման ենք քննարկելու։ Ես Սամվել Գևորգյանն եմ, բիզնես աջակցության կենտրոնի հիմնադիր, Գևորգ Պողոսյան Impact Hub Armenia-ի գործադիր տնօրեն եւ մեր անկրկնելի միջազգային փորձագետ Նարեկ Ալեքսանյանը։ Ողջույն, շնորհակալ եմ։ Ողջույն։ Հույս եմ ներկայացրել։ Միանգամից մարտահրավերն է։ Ընկեր ունեմ է։ Իսկ սկզբանե ասեմ, որ շատ հաճելի կլինի, եթե հաղորդումը դիտելուց հետո ընթացքում մեկնաբանեք, հավանեք, տարածեք, ձեր ընկերներին հրավիրեք, անցյալ անգամ Նարեկը մի հատ խաղային մեր թեմայի ընթացքում հետաքրքիր խաղային գաղափար մտցրեց, գոնե 5 հոգու ձեր ընկերներին ուղարկեք այս հաղորդումը, 5-ից ավել պետք չի հաստատ։ Այսօրվա մեր թեման մի քիչ գլոբալ թեմա է վերցրել, անկեղծ ասած, ոչ լոկալ, որովհետև հիմա մենք գլոբալ փոփոխությունների մեջ ենք, խոսքը վերաբերում է ամբողջ երկրագնդին, մի հետաքրքիր պատմություն պատմեմ շատ, մի անգամ հանդիպել էի հոլանդացի մի տիեզերագնացի ու մի քանի հոգով էինք ու հարց տվեցին, ասին, դուք որ տիեզերք եք թռել, ձեր տունը որտեղ է, ձեր հայրենիքը, երկիրը եւ այլն, ասացի իմ հայրենիքը երկիր մոլորակն է, հա։ Այսպեսի գլոբալ թեմա եմ ուզում վերցնել, այսօր շատ գլոբալ փոփոխությունների մեջ ենք, աշխարհը տակն ու վրայ է, հա, սկսած այդ Տրամպյան տարիֆներից, որ ամբողջ աշխարհի դեմ առևտրային պատերազմներ, վերջացած լոկալ պատերազմներով եւ լոկալ խնդիրներով, որոնք գլոբալ այդ փոփոխությունների հետևանքն են բնականաբար, ու այս հորձանուտի մեջ, հա, ինչպես հայկական բիզնեսը պահպանի իր մրցունակությունը, հա, բավականին դժվար է, որովհետև 30 տարվա ընթացքում մի քանի պրոդուկտներ եք մտածել, մի քանի սկսած ջերմուկ, կոնյակ եւ նմանատիպ պրոդուկտներ, որ դրանով Արմենիկում մոռացել եք դրա մասին, նոր մտքով անցավ, հա, նմանատիպ պրոդուկտներ, որոնք մենք մտածել ենք, որ կարող ենք աշխարհին ներկայանալ, բայց աշխարհին ներկայանալու համար ոչ միայն պետքա բիզնես անել, արտահանել, այլ բիզնեսի մեջ բիզնեսը դիտարկել որպես տնտեսական դիվանագիտություն։ Ինչպես տնտեսական դիվանագիտության միջոցով, հենց դիվանագիտության, որովհետև տնտեսությունը ինչ է, ինչից են պատերազմներն առաջանում, հա, տնտեսությունից, ճանապարհներից, ռեսուրսներից, այսօրվա կռիվը ինչի մասին է, Ուկրաինայի ռեսուրսների, Ռուսաստանի ռեսուրսների ամբողջը դրա մասին է, ինչպես տնտեսական դիվանագիտության միջոցով կարողանանք, ինչ կառաջարկեք, կարողանանք հայկական տնտեսությունը, հայկականության մրցունակությունը ամբողջ աշխարհում ապահովել։ Ներողություն եմ խնդրում, ի սկզբանե որ շատ գլոբալ թեմա վերցրեցին, բայց կարող ենք այդ գլոբալից գալ ինչ որ լոկալ լուծումների։ Նարեկ քեզանից սկսենք։ Սամվել ջան, ո՞նց ասեմ, այդ այն դեպքերից է, որ շնորհակալություն որ ասացիր, ներողություն, որտեղ շատ գլոբալ թեմա եք վերցրել քննարկման համար, բայց ապրես շատ, իսկապես շնորհակալ եմ, որ նաև մեր հաղորդաշարի, մեր մտագրոների շրջանակում մենք այս հարցին անդրադառնում ենք, որովհետև ինքը տագնապային իրավիճակ է։ Իսկ տագնապը երբ է առաջանում, երբ որ ձևավորվում է անորոշությունը, հա, երբ որ դու հստակ որպես գործարար, իսկ մի քանի անգամ սրա մասին խոսել ենք, որ գործարարը հասարակության այն անդամն է, որ ինքը չի կարող լինել пассив, ինքը չի կարող լինել սպասողական, ինքը չի կարող ասել, դե եկեք 3 ամիս սպասեմ, տեսնեմ ինչ ա լինում, որովհետև ինքը պետք է աշխատի, ինքը պետք է ունի հումք, ինքը ունի աշխատակիցներ, ինքը ունի հաճախորդներ, ինքը ունի պարտավորություններ եւ այլն, իր համբավը կա եւ այլն, ինքը չի կարող 3 ամիս ինչ-որ բանի սպասի, հա։ Ես չեմ ուզում ոչ մի մասնագիտության, ոչ մի մասնագետներին այլ ոլորտերում մարդկանց ինչ-որ բաներ ասեմ, բայց հնարավորությունները գործարարի, այ այն խաղը, որ գործարարը ընտրել է, այդ խաղի մեջ ինքը պետք է լինի պրոակտիվ, ինքը չի կարող լինի, հա, սպասողական, պահպանողական եւ այլն։ Ամբողջ գաղափարը հետեւյալի մասին էր։
ես որ դու սկսեցիր թեմա ներկայացնել, ես հիշեցի, որ 2020 թվականին, երբ որ COVID-ը եղավ, ինչ որ եղավ, հիմա միգուցե մեր ընկեր Գևորգը չհիշի կամ կհիշի, հա, այն ժամանակ Գևորգը բիզնեսի աջակցման ուրեմն գրասենյակի ղեկավարն էր, եւ Գևորգը նախաձեռնել էր մի հանդիպումների շարք գործարարների հետ, որը մոտավոր հետեւյալի մասին էր, ես եմ մասնակցում էի, հրավիրել էր, հաստատ բոլորս այդպես այն ժամանակ Սամվելել է եղել դա, հիշեցի, որ մի բան ասեցինք ու Գևորգի հետ քննարկումներ եղել ու մոտս այն որ ասում եմ դու պայտակ մտածում ես ու դու զգում ես որ այդ միտքը եկավ քննարկման ժամանակ, բայց հենց դրա մասին է աշխարհը այսուհետև նույնը չի լինելու, մենք հետադարձ չենք ունենալու։ Դա այսուհետև մենք ունենալու ենք հետ կովիդյան աշխարհ եւ կովիդից հետո։ Այսինքն, երբ որ մենք կովիդից հետո ու այն ինչ որ հիմա կատարվում է, դա արդեն հետևանքն է, Տրամպի գործունեությունը եւ այլն, դա ամեն ինչ արդեն հետևանքն է, մենք պետք է հասկանանք, որ աշխարհը փոխվել է։ Փոփոխվող աշխարհում ու մեր բախտը, այն որ մենք միշտ մեր բախտից բողոքում ենք, ոչ մեր բախտը բերել է։ Բարից բուն իմաստով որպես հայ մեր բախտը բերել է ինչու որովհետեւ բացատրեմ ու իդեպ հենց սա ինձ չէ որ սենց էմոցիոնալ է որովհետեւ վերջապես մեր եւ մնացած մի քանի փոքր ազգերի բախտը բերել է փոքր ինքնատունեմ թե տնտեսությամբ թերի զարգացած եւ այլն հա օբյեկտիվ պատճառներով նոր ենք մտել տնտեսական շուկայական հարաբերություններ եւ այլն մեր բախտը բերեց նրանով որ ամբողջ աշխարհը կանգնեց այսինքն որտեվ աշխարհը քեզանից մի 200 տարի առաջ վազում է, հա, ու դու միշտ հետևից վազում ես։ Մեկ է բոլորին կանգնացրեցին ու բոլորից նորից ստարտ տվեցին։ Ու այդ ստարտի ժամանակ հարց մենք ինչ արեցինք, մենք մեր ճանապարհը գտանք ու սկսեցինք վազել, թե մենք նորից կանգնած սպասեցինք, ասենք, դե թող Ամերիկան ու Եվրոպան վազի, մենք հետո կընտրենք ում հետևից վազենք, Եվրոպա, Ամերիկա, թե Ռուսաստան, թե արաբական աշխարհ։ Այսինքն դա մեր արդեն ստրատեգիան է, մենք միշտ նորից ինչ որ մեկի հետևից վազում ենք, թե մենք աշխարհում ինչ որ դիրք ենք վերցնում։ Ես սա ինչ եմ ուզում ասեմ, որովհետև տնտեսության Սամվել ջան շատ կարևոր բան է տնտեսական դիվանագիտությունը։ Այո, մենք պետք է գիտակցենք, որ երկիրը պահպանելու լավագույն միջոցը առաջերտին տնտեսական դիվանագիտությունն է, հետո նոր գալիս է, որը դիվանագիտության մի կարևոր տարր է, հետո նոր այդ ամեն ինչը ամենավերջում է հասնում զինվորին։ Մենք մտածում ենք սահմանը զինվորն է պահում, ոչ սահմանը պահում է տնտեսական դիվանագիտությամբ ուրիշ այլ գերտերությունների, գերկորպորացիաների շահը քո երկրի մեջ։ Եթե դու դա չես կարողացել ապահովել, այդ խեղճ զինվորին դու բարես բուն իմաստով քաշել ես, որովհետև ինքը մտածում է, որ մարդիկ հիմա դրա վրա աշխատում են, ամբողջ աշխարհում այդպես։ Ինչ եմ ուզում ասել, ստեղ մի հատ կարևոր կտոր կա, որպեսզի մենք չգնանք քաղաքական դաշտ, մնանք տնտեսական ու գործարարի դաշտում, մեր բախտ ինչի է բերել, որովհետև աշխարհը այսուհետև չի հարցնում, այս ապրանքը ինչ ծագումնաբանություն ունի։ Ոչ մեկին չի հետաքրքրում Դուբայում շոկոլադ աճում է թե ոչ։ Ընդհանրապես չի հետաքրքրում Չինաստանում ինչ-որ մի բան աճում է թե ոչ։ Ոչ մեկին չի հետաքրքրում հայկական կոնյակը Մեքսիկայից ոնց է գնում։ Այմար բացերը կակտուս էր։ Ոչ մեկին այսուհետև չի հետաքրքրում։ Կա հստակ հասկացողություն, եթե դու կարողացել ես ստեղծված աշխարհում, հա, փոփոխված աշխարհում խուսափել խնդիրներից, իսկ խնդիրը ամենամեծ խնդիրը փոփոխված չեն, արի այստեղ կարևորը փոփոխվող աշխարհում ամենամեծ ռիսկը որտեղ է, լոգիստիկան։ Ամենամեծ խնդիրը լոգիստիկան է, լոգիստիկ չեպոչկեքնա քանդվե։ Ու դու այսուհետև չպետք է աշխատես, միտեղից հումքը բերես, միտեղ մշակես, միտեղ վաճառես։ Դու պետք է փորձես ռիսկերդ կրճատես։ Այսօր հայ գործարարը պետք է ինչպես միշտ եղել է, հա, ախր զարմանալի երևույթ է, մենք պետք է ընդհանրապես վերադարձնենք մեր գործարարին, այդ հավատը դեպի իրան, հա։ Հայ գործարարը չի վաճառել Հայաստանում աճող ծիրանը։ Հա ինքը տեսել է որ Աֆրիկայում սուրճ կա, Եվրոպայում սուրճը կարելի է վաճառել ու ինքը սուրճը հարցրել է Եվրոպա որպես վաճառական։ Որ ընդհանրապես մենք պետք է այդ նույն գաղափարը մենք թվում է թե մենք ուրիշ աշխարհում ենք, որոնք ոչ, մենք վերադառնում ենք, այսպես ասած, բազային նաստրոյկեքի եւ մենք պետք է լինենք խնդիրը տեսնող, խնդիրը լուծող ու մենք կարծատիպերից փախնենք, որ հայկականը միայն այն ինչ որ Հայաստանում աճում է, հայկական այն ինչ որ մեր ժողովուրդը ոչ, շատ հնարավոր է Մեքսիկայի տեկիլան մենք սկսենք վաճառելը։ Որտեւ եթե մենք կարողանում ենք ճիշտ փաթեթավորենք, ճիշտ ներկայացնենք, եկեք մենք վաճառենք։ Եկեք ուրիշ բան, ուրիշ տեղում ներկայացնենք, այսինքն խաղը ով գլոբալ սկսեց խաղալ, հա, այլ ոչ թե ստիպված տեղայնացրեց իրեն ու ամենակարևորը ապրեց այդ փակ սահմաններ։ Ու իդեպ ասած, այդպես է լինելու է։ Ուզենք թե չլինի, որովհետև գենետիկան իր վերցնելու է Իրանը։ Ով էս խաղի մեջ մնաց, ինքը հաջողելու է։ Ով սկսեց տեղայնացված խաղ խաղալը, ինքը մրցակցային դաշտում չի մնա։
Նարեկի թեման ասա, որտեվ իրան վերջի վերջո միջազգային գլոբալ բանը մեր շրջապատը ուրիշ է, մտածողությունը Նարեկի մոտ ուժեղ է։ Ես հասկանում իսկ գովեցին թե կպան։ Չէ, հենց այդ բանն է։ Նուրբ արվեստն է գովալու։ Ես կուզեի որ մենք երկու մասով դիտարկենք, հա, մեկը հենց այն ինչ որ մի պահ դուք իրար ոնց որ նաև ուղեցիկ եւ այլն, բայց այդտեղ հետարքիր միտք կա, որ մենք խոսում ենք փոփոխվող աշխարհի մասին, բայց չպետք է մոռանանք, որ ինչ որ ժամանակ հետո ինքը դառնալու է փոփոխված աշխարհ։ Ու այսինքն ցանկացած sense գլոբալ իրարանցում ոնց որ եղավ պանդեմիան, ոնց որ հիմա պատերազմներն ու կամ ամերիկյան քաղաքականությունն է, իրանք որոշակի ժամանակահատված են, որոնք ավարտվում են, որից հետո փոխվում է մտածողություն շատ մեծ։ Իսկն դու պիտի կարողանաս այսօրվանից նախ պատրաստ լինես այդ փոփոխվող մտածողությանը, իմանաս դու որպես գործարար ինչ ձևով պիտի այսուհետ քո պլանը կազմես կամ քո բիզնեսը առաջ տանես, բայց նաև ոնց այդ փոփոխվելու ընթացքում օգտվես հնարավորություններից։ Հա, մտքից օրինակ մի բան եկավ, դու որ ասիր ոնց հասկանանք, որ, չգիտեմ, որտեղ է այն ինչ որ մենք կարող ենք ուրիշ մեկ վայրում վաճառենք։ Այսօր ամերիկյան տարիֆների պատճառով Կանադան հրաժարվել է մի շարք ամերիկյան արտադրանքներից։ Իսկ Չինաստանում էլ ապրանքային որոշակի ավելցուկ կա, որովհետև տարիֆների բարձրացման արդյունքում չես կարող։ Ամենապարզ բանը կլինի վերցնել որոշակի չինական ավելցուկ, փորձել Կանադայում վաճառել, հա, լրացնել են բացը, որը որ կա այդ ապրանքների, այդ շատ հետաքրքիր է։ Իսկ եթե գործարարը սկսի այտենց գլոբալ մտածել, ոչ թե անընդհատ մենք մեզ սահմանափակենք նրանով, որ մեր շուկան փոքր է, բայց մենք պետք է հասկանանք, որ մենք բան չենք, պարտադիր կցված չենք մեր շուկային, չէ՞։ Այսօր ամբողջ աշխարհը կարա լինի շուկա։ Հետևաբար այս տեսանկյունից անընդհատ օգտվել են հնարավորությունից, որոնք դուրս են բերվում, բայց ես կուզեի մի հատ էլ բարձրացնեմ, մի փոքր բան էլ ավելացնեմ, որովհետև հենց սկզբում որ թեման բացեցիր, Սամվել ջան, իմ մտքին նաև եկավ այն, որ երբ որ դու ես նաև քո տնտեսությամբ այդ պատերազմի մեջ, հա, այդտեղ էլ շատ կարևոր է իմանալ բիզնեսի դեր ու գիտակցել բիզնեսի դերը, որովհետև Նարեկը շեշտեց, որ բիզնեսը պետք է անդադ պրոակտիվ լինի, բիզնեսը պարտավորություններ ունի, անելիքներ, իսկ մենք տեսնում ենք, թե ինչքան հաճախ հասարակությունը ճնշում է բիզնեսին, հենց այն պահերին, երբ որ հայտնվում է պետությունը, տնտեսությունը որոշակի պատերազմական իրավիճակում ու սկսվում է այդ ճնշումը, թե չգիտեմ, օրինակ, ինչի պիտի սրճարանը բաց լինի, ինչի եք դուք դեռ առևտուր անում, մենք պատերազմի մեջ ենք եւ այլն, բայց պետք է գիտակցել, որ տնտեսությունը մեր հիմքն է, մեր իրար ուժեղ կապող օղակն է։ Իրականում այդ սահմանները գծվել են հենց տնտեսության շնորհիվ, սահմանները գծել են Նոյ Հարարին իր գրքերից մեկում այդպիսի մի արտահայտություն ունի, ասում եմ մարդկության խնդիրները սկսեց այն պահից, երբ որ սկսեց գյուղատնտեսությունը զարգանալ, իսկ գյուղատնտեսությունը ինչն էր, սա իմ հողակտորն է, սա իմ սահմաններն է, այստեղ ես տանն եմ։ Ոչ ոք պետք իրավունք չունի մտնելու այդ սահմանը։ Բան այդ երկկողմանի միջև այսօր տնտեսագիտական աշխարհը, հա, ինքը որտեվ մասնավոր սեփականությունը իհարկե շարժիչ ուժ դարձավ տնտեսության զարգացման, բայց միևնույն ժամանակ ստեղծեց մի խաղ, որի արդյունքում ձևավորում են այդ պատերազմները եւ այլն, հա, ռեսուրսների պայքար։ Մենք մի հայկական շատ հնչեղ օրինակ ունենք նոր ջուբայի վաճառականությունը միջնադարում, երբ որ ռեալ ստեղծել են որոշակի խոշորագույն առևտրային ցանցը, հա, խոշորագույն այն ժամանակ, բայց փոփոխություններ սկսվեց ու այդ փոփոխությունները չկարողացան կառավարել ու այդ փոփոխությունների մեջ չմտնելու պատճառով փոփոխությունը ինչն էր, որ ցամաքայինին անցան ծովային։ Այո, անցան ծովային ցամաքային, այսինքն ցամաքայինը զիջեց ծովայինին, որովհետև ավելի հեշտ էր, ավելի էժան էր եւ տարբեր այլ պատճառներ, ավելի անվտանգ էր։ Ու այսպեսի պատմություն կա Պարսից արքան, որ հայ վաճառականներից կազմված խմբի ուղարկում է Պիծեր ռուսական ցարի մոտ բանակցությունների 6 ամիս անց հասնում են Պիծեր, դե միջին դարեր, պատկերացրեք, հա, Վոլգայով, ճանապարհով, գետերով, Կասպից լճով, հետո այնտեղ արդեն ցուրտ է լինում 3 ամիս մնում են այնտեղ, մինչև ձմեռը ավարտվում է, հետ են վերադառնում եւս 6 ամիս, մինչև հետ են վերադառնում աշխարհում իրավիճակը փոխվել։ Իսկն Պարսկաստան եւ Ռուսաստան այդ հարաբերությունների լավացումը արդեն չի բխում Պարսկաստանի շահերից, որովհետեւ հայտնվել է Օսմանյան Թուրքիա, արդեն ճանապարհները այդտեղով են գնում։ Ինչ եմ ուզում ասեմ, այդ փորձառությունը ունենք, ինչպես այդ դասերը պատմության կարողանանք ճիշտ օգտագործել, որ այսօր այդ խաղաց դասերով կարողանանք մեր այդ մրցակցությունը կամ մրցունակությունը, որ ցավոք սրտի դեռ չունենք,
բայց առաջին հերթին փոփոխող աշխարհում ձևավորենք ու կարողանանք պահպանել։ Սամվել ջան, մեծ լավ բան ասեցիր, տենց մտածում էի ոնց մենք դուրս գանք, որտեվ քանի որ մեր քննարկումը ինքը հասարակական չի, այսինքն ու քաղաքական չի, եւ ուղղված չի դիվանագիտական աշխարհին, տնտեսական դիվանագիտություն բարելավելու, փորձագիտական դիվանագիտություն, որտեղ էս շատ կարևոր երևույթ է, երկրի անվտանգությունը ապահովող կոմպոնենտները բավականին շատ են։ Էլ եմ կրկնում, ամենավերջում մենք պետք է զինվորին դիմենք, Ինչ եմ ասում, որտեղ աշխարհը գնացել է քարտեզների փոփոխման ճանապարհով, ու ամենամեծ ռիսկը տեղա տակնապ առաջացել, որտեղ կարային լիքը բաներ փոխվեին, որտեղ տեսեք ինտերնետը հայտնվեց, մարդիկ չնեղվեցին, տեղեկատվական տեխնոլոգիաները ոչ մի բան չորտեղ քարտեզները չէին փոխվում։ Իսկ հիմա քարտեզները փոխվում են, դա լրիվ նորմալ է, այսինքն գերտերությունները արտանում են եւ ասում են, էս էլ եմ ուզում։ Սա էլ եմ ուզում, սա էլ եմ ուզում, սա էլ է փոխվելու, սա էլ է փոխվելու ու միանգամից անունը փոխեք։ Ես մի բանից ուզում եմ որ անունը փոխվի։ Ու քանի որ մեր միտքը ուղղված է գործարարին, տեսեք, ինչ է, մի քիչ եկեք պարզ խոսենք, գործարարը պետք է իմ կարծիքով մի հատ կարևոր վարժություն կատարի։ Գործարարի ուղեղի մեջ կա մի հատ շատ, որ ամեն ինչը հանես շերտերով, ապրանք, չգիտեմ, եւ այլ բոլոր հարաբերությունները sense շերտերով, թիմ, ընկերության օգուտ եւ այլ հանես, ամենավերջում գործարարի մոտ մնալու է մաքուր, որ ալուրը լվանում, խմորը լվանում, գլուտենն է մնում, չէ՞։ Այդտենց եթե մաքրենք, կմնա գործարարի ֆորմուլան, իր շարժիչ ֆորմուլան, ցանկացած գործարարին շարժում է իր ֆորմուլան, ինքը պետք է մի հատ վերադառնա ինքը իրեն, ոչ մեկին, այսինքն եզակի դեպքերից է, որ փոփոխվող ու շուտով փոփոխված աշխարհում կարևորը դառնալու ես դու, շարժիչ ուժը գործարարն է, ու այդ գործարարը պետք է վերադառնա մի հատ իր ֆորմուլային, իսկ ինչ նշանակում ֆորմուլան, ես ինչով եմ զբաղված, ես արժեք եմ ստեղծում, այստեղ հարցը, շատ պարզ հարց է, ում համար որտեղ Ես բացահայտել եմ ինչ-որ մի հատ խնդիր, այդ խնդրի վրա լուծում եմ տվել, լսի, իսկ կարող է այս ֆորմուլաս մասշտաբի մեջ ուրիշտեղ էլ է կիրառելի։ Ես արտադրանքի մեջ եմ ինձ լավ զգում, ես առևտրի մեջ եմ ինձ լավ զգում, ես ինձ ծառայությունների մեջ եմ լավ զգում, որտեղ եմ ես առողջապահության ոլորտում եմ, որովհետև տեսեք, մենք ասում ենք աշխարհը փոխվում է, ավանդական շուկաները փոխվում են, զարմանալի երևույթ արդեն 7 տարի է Եվրոպան ինքը տնտեսվարող երկիր տնտեսություն է դարձել։ Երբևիցե չի ունեցել ներողություն տնտեսվարող վարքագիծ։ Հաճախորդի տնտեսվարող վարքագիծ ունի, որը երբևիցե չի եղել։ Եվրոպան միշտ դիտարկվել է որակյալ թանկ ապրանքներով հետարքի շուկա, Արդեն քանի տարի է Եվրոպայի վարքագիծը տնտեսվարող է։ Ու առաջանում են նոր երկրներ ու հասկացողություն կա գլոբալ հարավ, բոլորը դրա մասին խոսում են, մենք գլոբալ հարավում բավականին կոմֆորտով աշխատող ժողովուրդ ենք, բայց այդտեղ ենք սահմանի վրա ցավոք սրտի։ Ու մենք ու գլոբալ հարավը ինքը բավականին լուրջ է, այսինքն արաբական աշխարհը, Աֆրիկան ունենք, այսինքն կտրուկ աճող ուրեմն Հնդկաստանը եւ կան երկրներ, որ դու տեսնում ես կտրուկ ինչպիսի պահանջարկ է ու մարդկանց քանակ այդտեղ է ավելանում, դեմոգրաֆիան այնտեղ է աճում, վարքագիծը դեպի սպառողական փոփոխությունը դեպի ավելի լավը, խիստ տնտեսվարողից դեպի տնտեսվարող այնտեղ է սկսում դրսևորվելը, 15-20 տարի հետո միլիոնատերներ եւ միլիարդատերերը այնտեղ են լինելու, հետեւաբար շատ կարեւոր է այսօր հասկանալ ես ոնց այնտեղ ինձ դրսևորեմ, հիմա իրենց ռեսուրսներով, որովհետև իրենք շատ բաներով կարող են ինչ-որ բանի փորձ չունեն։ Այն մենք պետք է այդ ջուղայի օրինակը շատ լավն է, Սամվել ջան։ Ջուղայի օրինակը նրա մասին է, որ ոչ թե մենք Հայաստանում ինչ-որ բան աճացրեցինք ու սկսեցինք աշխարհով կամ պարսկա միտեղ վաճառել, ոչ պարսկական հում մետաքսից։ Մենք դարձել ենք կապող օղակ։ Այսինքն, եթե պարս խոսենք, հայ առևտրականը դա գլոբալ մարքեթփլեյսն է։ Հայ գործարարը դա գլոբալ մարքեթփլեյսն է, որտեվ բոլորը բոլորի հետ հեսա ունենալու են կոմունիկացիոն խնդիրներ, ու մենք պետք է դառնանք այդ կապող ուժը, ավելի լավ հասկանալ այս երկրին, ավելի լավ հասկանալ այս ժողովրդին, որովհետև փոփոխվող աշխարհում, կարևոր այդ դիրքը վերցնելն է։ Ու այո, շատ լավ բան ասեցիք, Գևորգ ջան, եթե մենք հիմա այս շանսը բաց թողենք, մյուս այսպիսի շանս կարող է լինի եւս մի 30-20 տարի հետո, որ մեծ հարցական է մենք այսօր այդ ռեսուրսներին, որովհետև հիմա հայ գործարարը ունի այդ ռեսուրսները։
Հիմա ես կուզենամ հենց այդ կոնտեքստով, Գեորգ ջան, Նարեկի ասած կոնտեքստով հարցը քեզ ուղղել, դու որպես Impact Hub Armenia-ի տնօրեն շատ ես շփվում տարբեր Impact Hub-երի հետ, տարբեր երկրների, տարբեր մտածելակերպ, տարբեր վարքագիծ, ընդ որում մի քիչ ավելի երևի ոչ թե թիրախային երկրներում, այլ խմբերի հետ, որոնք տարբեր ազգություններ են, տարբեր երկրներ են ներկայացնում, այս տեսանկյունից հայը, մանավանդ որ ասում ենք հայ գործարար, չէ, գործարար բառը ամենահամով բառն է հայերենում, ոչ մի ինչքան ես լեզուներով թարգմանել եմ, ոչ մի տեղ արարիչ բառը չկա, հա, ինքը բիզնեսմեն, բիզնեսվոման եւ այլն, հա, նմանատիպ բաներ, այսինքն պրոցեսի մասին է կապված, ոնց որ հայերեն բառը ձեռնարկատերը, ձեռնարկության տեր կամ ձեռներեց, ինչ որ մարդ որ ինչ որ բան է նախաձեռնում, այստեղ նախաձեռնության մասին չի, արարելու մասին է։ Ասենք հայկական մրցունակությունը որտեղ քո փորձից ելնելով որ գործոնը կարա լինի որպես մրցակցային առավելություն։ Որ գործոնը կարա լինի որպես գործոնը, որ ուղղությունը, որ մտածելակերպը ինչը վերջը կարա լինի ես չեմ ուզում առանձնացնենք, ասենք լավն է, պատրոս ինտերվենցիա։ Չէ, ես մի շատ հետաքրքիր բան եմ այս վերջերս անդադ մտածել ու գիտակցել մեր մասին որպես ազգ, որպես ժողովուրդ, կարող է տարօրինակ հնչի կամ բարդ հնչի այդ տերմինը, բազմամշակութայնությունը, որը որ հետաքրքիր է, ընդհանրապես ցանկացած գործարք ես հավատում եմ, որ դա հարաբերություն է։ Իսկ անձնական ցանկացած հարաբերություն, երբ որ մենք խոսում ենք տարբեր ազգերի միջև, տարբեր շուկաների, տարբեր տնտեսությունների միջև, դա մի քանի մշակույթների լավագույն դեպքում երկու, բայց երբեմն անգամ ավել մշակույթների բախում է։ Ես նկատել եմ, որ օրինակ շատ ազգերի մոտ շատ մեծ բան կա, չպատկերացում, թե ինչքան կարևոր կարա լինի կենցաղային մշակույթը կամ ցանկացած այլ մշակութային գործոն, հա, օրինակ պարզ բան, չգիտեմ, թե ինչքան կարևոր է կոնկրետ այս ազգի ինչ որ ներկայացուցիչի հետ հանդիպելիս ինչ որ բանակցությունում օրինակ լինել ավելի անկեղծ ու չգիտեմ ավելի մտերմիկ, թե լինել ավելի օֆիցիալ, իսկն սրանք բաները որ դու պիտի կարողանաս, ես նկատել եմ, որ մենք ցանկացած մշակույթի մեջ կարողանում ենք մեզ գտնենք։ Օրինակ լինի դա, չգիտեմ, արաբական մշակույթի տեսանկյունից, որտեղ դու պիտի մաքսիմալ հարգալից լինես, բայց նաև օրինակ ընտանիքի հանդեպ հարգանք ցույց տաս, որ դու մտերմիկ ես, ցույց տաս, որ դու եկել ես կոպիտ ասած խաղաղությամբ, չէ, ոչ մի ինչ որ բան, կամ լինի օրինակ արևմտյան շուկայում, որտեղ դու մաքսիմալ պիտի քեզ կարողանաս զուսպ պահես, բան պահես, ավելի օֆիցիալ պահես։ Թե լինի բանում, ասենք, չգիտեմ, օրինակ չինական, ճապոնական մշակույթի մեջ, որտեղ որ կան որոշակի որովհետև մենք միշտ եղել ենք այդ դու էլ ասես, չէ՞, սահմանի վրա ենք ամեն տեղ, միշտ ունեցել ենք ամեն ինչը, տեսել ենք ամեն ինչը։ Բայց ես մտածում եմ, մենք այդ ադապտացիայի մեջ, կոմֆորտի մեջ ենք, ես ում սա նշեմ, շատ կարևոր բան է։ Այ Գևորգը շատ կարևոր բան ասեց, ուրիշ բոլորը մարդը ինքը հարմարվող տեսակ է, հա, բայց շատ ազգերի մոտ դա կատարվում է դիսկոմֆորտով, իրանք դժվարությամբ են։ Մենք շատ արագ ադապտացվում ենք, ավելին դառնում ենք այդ երկրի այդ մշակույթի կրողը։ Հա, այսինքն կարան երկու հայ հանդիպեն, կարողա ոչ կրողը, բայց կրողներից մեկը պրոպագանդիստը։ Այդ մասը սկսում ենք խոսալ, հետո նաև արագ հասկանալը, ես օրինակ որ Սամվելը հարցը տալուց շեշտեց մեր Impact Hub-ի այդ գլոբալ ցանցը, որտեղ որ 120 բաներ կան, Impact Hub-եր կան։ Բոլոր այդ տարեկան ժողովների ժամանակ ես զգում եմ, որ մենք հայերով բոլորի կոնտեքստը հասկանում ենք։ Այ երբ որ օրինակ ինչ որ մեկը խոսում է աֆրիկյան երկրից եւ իրենց մարտահրավերներից է խոսում, այն երկրները, որտեղ այդ մարտահրավերները չկան, իրանք զգում ես, որ չեն հասկանում կամ չեն լավ ընկալում, բայց մենք արագ ենք այդ ընկալում։ Ու նույնը մյուս ցանկացած որտեղից լինի ու մի շատ հետաքրքիր դեպք եղավ, երբ որ կան կլաստերներ Impact Hub ցանցում, այսինքն ավելի խմբային ռեգիոնալ ժողովներ, որոնք իրականացվում են, մեզ բանը ասիական կլաստերը ասեց, իսկ դուք բա չեք ուզում մասնակցեք մեր ժողովին, ասենք, բայց մենք եվրոպականի մեջ ենք մասնակցում, ասեց, հա, իսկ ինձ թվացել էր, որ պիտի ասիականում ելեք։ Այսինքն էդ էլ որ դու կարող ես ցանկացած բանում մասում աշխարհի երկրագնդի քեզ որպես այդ մասի մասնիկը ներկայացնես, այդ մեծ ուժ է։ Շատ ֆենոմենալ, շատ հետաքրքիր բան ասեցիր, իրականում այդ կոնտեքստի մեջ մտնելը մեր
կարող է լինի մեր մրցակցային առավելությունը։ Իմ հոլանդացի գործընկերոջ ասած հիշեցի, որ հարց տվեցի, ասում եմ ինչպես ա եղել, որ հոլանդացիները այդ մասին մի անգամ ասում պատմել ենք, զրուցել ենք, հոլանդացիները, որ լինելով միջնադարում 1 ու 2 ընդամենը միլիոն մարդիկ կարողացել են աշխարհի 25%-ը իրենցով անել, հա, բանը հարավային Ամերիկա, Սուրինամ, հարավային Ամերիկա, Cape Town, հարավային Աֆրիկա, Շրի Լանկա, Ինդոնեզիա, այսինքն ամբողջ գիծը իրանց է։ Ասաց, որովհետև մենք երկարաժամկետ մտածող ենք։ Իսկ ինչի՞ց է այդպես, մենք տափակ երկիր է հարթ, մեր հորիզոնը հեռու է, ու մենք այդ մինչև հորիզոնը ամբողջը տեսնում են։ Ու ես մտածեցի, իհարկե չարտահայտվեցի, ասում եմ, մեր դիմացել սար է, փաստորեն սարից եկող դժվար է, բայց հաջորդը պետք է սարը բարձրանանք, որ տեսնենք։ Իսկ մենք մտովի բարձրանում ենք։ Իսկ լավ, մենք բարձրանում ենք, ուզում ենք տեսնենք, իսկ դժվարությունները հաղթահարելով ենք հասնում։ Բայց այստեղ մի հատ կարևոր պահ կա, կուզենայի այդ մասն էլ խոսեինք։ Խոսում ենք այս գլոբալ փոփոխություններից փոփոխվող եւ շուտով արդեն փոփոխված աշխարհին, ինչպես ենք մենք ներկայանալու, ինչ կոնտեքստով եւ այլն, բայց ցավոք սրտի մի բան եմ զգում, որը դարձել է տենդենս, որ մենք գլոբալ նորություններից դուրս ենք մնում։ Ոչ մենք ենք կարդում այդ գլոբալ նորությունները մասսայական, այդ թեմայի մեջ չենք, հա, ասենց ասած, գլոբալ նորություններ ինչ կարող է լինել, կարող է ինչ-որ Կանադա, Ամերիկա, տեսեք, ասում ենք Կանադայում ամերիկանոսուրճերը դարձել են կանադիանոր, հա, գլոբալ փոփոխություն է, իսկ մենք ասում ենք դե հա, ասենց ծիծաղով ենք մոտենում։ Չէ, մենք հայկական սուրճին ձեռ ենք առնում Հայաստանում։ Օրինակ, հա, մեր կամ համակերպվում ենք, որ դրսում իրան ասում են թուրքական։ Նարեկի ասած իմ ամենասիրած բաներից մեկը, որ ասում այդ ստեղծում ենք լուրջ պրոդուկտ, օղի, անունը դնում ենք քաշած արաղ։ Ասենք լուրջ չենք վերաբերում մեր պրոդուկտին։ Նույնը այդ մեքսիկացիները, ասենք ինչ Ագավայից ստացել են ինչ-որ մի հատ բան, սիրու փաթեթավորել են, ան դրել են տեկիլա, մի հատ sense չգիտեմ ինչ։ Մատը վարքագիծ են հորինել, որոնց պիտի խմես աղով, լիմոնով եւ այլ։ Ինչ եմ ուզում ասեմ, մի կողմից գլոբալ նորությունների թեմայի մենք չկանք։ Մյուս կողմից էլ մենք չենք կարծում այդ գլոբալ նորությունները, այդ ծանոթանում, լուրջ չենք վերաբերում այդ փոփոխություններին, գործարարների մոտ, ես անընդհատ խոսում եմ գործարարների մոտ, ասում եմ, դե դա մեր գործը չի։ Այս լուրջ գործարարը այն չէ, գործերը անում, միջազգային շանս է տեսնում։ Ռուսաստանը ինչ-որ մի հատ խնդիր, մեկ էլ խնդիրը բացահայտում է նիշան, մի անգամից սկսում ապրանք մատակարարել, լոգիստիկ ցանցը տենում է ինչ-որ դատարկ տեղ կա, մի անգամից մտնում է։ Բայց այդ գլոբալ նորություններից, թեմաներից դուրս է մողում։ Ինչու է այդպես։ Երևի կներես, այդ Նարեկին տվեց իր հարցը, բայց այս միտքը եկավ, անհատ այս մասին խոսում ենք, մենք շատ վատ ենք բրենդ ստեղծելուց։ Մարքեթինգային տեսանկյունից բրենդ ստեղծելուց ամեն ինչում միշտ հաղթում այն ինչին, որ դու աչքերդ փակ տալիս ես ռեպուտացիա, տալիս ես անուն եւ սկսում ես իրան բարձրացնել անընդհատ, անկախ նրանից թե դու ինչքանով դա սիրում ես, չես սիրում, կամ համարում ես իդեալական որակի թե միջին որակի, միևնույնն է, դու կարող ես իրան անընդհատ լավացնել, բայց երբ որ դու իրան անընդհատ ստեղծում ես հեղինակությունը եւ անունը եւ բրենդը, ինքը կայանում է։ Նույն ձևով եղել է տեկիլայի հետ, նույն ձևով մենք քննարկեցինք Դուբայի շոկոլադները, որը որ ասենք ես վստահ եմ, մինչև Դուբայի շոկոլադը շատ մարդիկ իրենց շոկոլադային բաներ սալիկների մեջ օգտագործում էին պիստակի կրեմը։ Դրանով ոչ բան չէր փոխվում, ընդամենը ինչ որ մի հատ փոքրիկ կոմպոնենտ էր պակասում, այսինքն թե դու ոնց ես անուն դնում ու ոնց ես դա ներկայացնում, շատ ավելի կարևոր է թե իրականում դու ինչ ունես։ Այապրես, տեսեք, վերջերս ներողություն, էլի գլոբալ բան է, չէ՞, ասենք Իլոն Մասկը գլոբալ դերակատար է, ասենք։ Ամերիկայի ֆինանսների նախարարը գլոբալ դերակատար է, չէ՞, ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը ասում է դա Իլոն Մասկը ինչ անում, որ ստեղից ընդեղից հավաքում է պայստամասերը, ավտոյա սարքում, անուն էլ դնում է Made in USA կամ մեր սարքաստա եւ այլն։ Իլոն Մասկն էլ իրան ասում է դե դեբիլ է, դրա համար է այդպես խոսում։ Պատկերացրեք, ասենք, այդ մակարդակում ինչեր են տեղի ունենում։ Այսինքն ես հիմա դրան եմ գալիս, էլի։ Մեր համար ինչ եմ ասում, մեր բախտը բերել է։ Որովհետեւ մենք դիվանագետ ժողովուրդ չենք, մենք ճկուն չենք։ Մենք ուղիղ խոսացող ենք, որովհետև մեր հեքիաթները, մեր էպոսները, մեր պապերը նրա մասին են, որտեղ մեզ ասում են ախպեր, մի հատ պապ ունեի,
իրա ցավը տանեմ, ուղիղ խոսացող մարդ էր։ Ոչ ոք չի ասում, արա մենք պապ ունեի, այնպես լպրծուն մարդ էր։ Օրա Դիվանագետ։ ով գալիս էր դեմը գովում էր, հետևից քրվում էր։ Մենք դες կենաց չենք խմում, չի ասում ենք, ադե արի խմենք պապուտ կենացը, հալալ է իրան, ախպեր։ Ոնց ասում ով տունը մտնում էր, ասում էր ցավը տանեմ, հետևից քրվում էր։ Այսինքն ու մենք միշտ քաշվածն ենք այդ լպրծուն ժողովուրդներին, որոնք եկան մեր անուշ հողի տերը դարձան ամբողջ հայկական աշխարհով, հա։ Ու որտեղ միշտ ու բոլոր տեղն ասում են, կարա մեր բախտը չբերես, դե մենք դիվանագետ չէինք, մենք հելանք ռուսի ճիշտ ասինք, հելանք պարսիկին ճիշտ ասեցինք, հելանք հռոմի պապին ճիշտ ասինք, հելանք էլ ասում են դե չասեիք։ Ոնց կարենք չասենք, հա։ Ու աշխարհը վերջապես ինչ եմ ասում, մեր բախտը բերել է, բոլորը բոլորին սկսել են անվանակոչել ոնց որ մտածում էին։ Այսինքն սկսվել է մեր հայկական պապերի խաղը։ Իլոն Մասկը խոսում է ոնց որ մեր պապն է, ճիշտն է ասում։ Տրամպը զարթնում է, ասում է Գրենլանդիան եմ ուզում, ոնց որ պապս կասեր։ Ուզում եմ, այմար։ Всё, աշխարհը դարձել է արդար։ Հելում ասում այսի թշնամի է, ես սրան սիրեմ։ Այն որ ասել է Էրդողանի սիրում եմ։ Էրդողանը աշխարհը զարմացել է, այ մարդ ասել, այսինքն սիրում ես։ Ինչ է նշանակում։ Այն էլ հելել ասում սրան չէ, այսինքն բոլորը Լեհաստանի արտգործնախարարին ասում այն փոքրիկ մարդուկը, հա, ու դու զարմանաս ասես ոնց կարելի է այ մարդ պաշտոնյային ասել մարդուկ, բան աշխարհը դարձել է վերջապես պապուս խաղն է հետ եկել։ Այսինքն իրերը կոչում ենք իրանց անունով։ Աստեղ մենք կարևորը պիտի հասկանանք մենք թվում է թե մենք մեր ժամանակներն եկել են։ Հա, մեր ժամանակն է եկել, բայց այստեղ ամենավտանգավորը գամ, ասեմ։ Այստեղ շատ ցավոտ թեմայի մասին ենք խոսալու ու կարող է սալնի մեր վերջին եթերը։ Ադես մտածեցի, հա, որովհետև նույն բանը եղավ 90-ական թվականներին Հայաստանում։ Հայաստանում գործարարին շեղեցին բուն խաղից։ Երբ որ Խորհրդային Միությունը փլուզվեց, Խորհրդային Միության բոլոր երկրները, բոլոր գրեթե երկրները փորձում են իրար հետ կոոպերացիա պահպանել, որովհետև հասկանում են, որ չի կարա նույն Բելարուսը, Ղազախստանը, ով հասկացա, որ արդյունաբերությունը չի կարելի վարի տալ, չի կարելի լոգիստիկան վարի տալ, չի կարելի տրանսպորտը վարի տալ, ճանապարհները, ենթակառուցվածքները եւ այդ ամեն ով էդի իսկ մեզ շեղեցին։ Մենք շեղվեցինք Հայաստանը, որ գործարարը Հայաստանում շեղվեց ու մենք մտածեցինք, որ գործարանի հոսքագիծը վաճառել ավելի լավ բան է։ Եկեք վաճառենք, քանի դրա վրա կլիենտ կա։ Ու դա հիմա դա ներկայացնում են որպես գործարանի վարկագիծ, ոչ, դա թալանչու վարկագիծ էր։ Դա պահիտակ այն ձերբազատվելու վարկագիծ էր ու առելի մեծ քանակությամբ հնարավորություններ բաց թողեցինք ու մենք հիմա դրա հետևանքները այսօր տեսնում ենք, որ ինչքան էլ Հայաստանում դե մենք չգիտենք, չէ, օրինակ ոչ ոք լուրջ չի խորացել, չի տեսել Բելարուսը ինչ արդյունաբերական հնարավորություններ, ռեսուրսներ ունի ու նույն Բելարուսը հետաքրքիր է Ռուսաստանին։ Նույն Բելարուսը հետաքրքիր է Լեհաստանին, նույն Ղազախստանը հետաքրքիր է ու Չինաստանին, զարմանալի բան է, Ղազախստանը որպես երկիր հետաքրքիր է Չինաստանին ու այդ ամեն ինչը աշխարհը, հա, ինքը մի անգամ չի լինում, դու պահիտակ պրոստը Սամվել ջան, որ ասում ես գլոբալ չենք նայում, որովհետև ցավոք սրտի, դա գիտեք ինչի է նման, այս վերջերս եմ բացահայտել, երբևիցե ֆիքսել եք, այս թեմայից դուրս մի հատ հարց տամ։ Այն որ օդը որ ինչ են ասում դրան, որ փչիկ են անում, օդը մաքրում է, ինչ են դրան, հայերեն ոնց են ասում։ Դիխլաֆոս։ Չէ, դիխլաֆոս չի, Սամվել ջան։ Դիխլաֆոսը ուրիշ բան է։ Օթորակիչ։ Չէ։ Օթորակիչ։ Օթամակրիչ, օթամակրիչ, օթա գրեք, Очиститель։ Освежитель воздуха։ Ահա։ Օթը թարմացնող։ Օթաթարմացիչ, թարմացուցիչ։ Թարմացուցիչ։ Լավ, ինչևէ, brainstorm-ը հետո։ Դու գիտեք, որ ինքը չի թարմացնում օդը։ Ինձ հետաքրքիր էր ոնց է ինքը աշխատում։ Պարզվում է իր մոլեկուլները փոքր են, ինքը գնում է մեր քթի մեջ փոքր հագում է ամենը, դու նորից այդ նույն կեղտոտ հոտը շնչում ես, բայց չես զգում։ Չես զգում, որտեվ ինչ որ մեկը գնացի փագել է։ Հիմա նույն բանը ցավոք սրտի արել են Հայաստանի մեդիա դաշտում։ Մեր մեդիա դաշտում այնքան անորակ բամբասանքի մակարդակի նյութ է ուղարկվում փոքր, որ զգայարանը գործարարի փակվում է, իրան պահիտակ ասում են, այս օրենքն են փոխում, սա է փոխվում, ինքը ամբողջ օրը շատ վտանգավոր բան է, որ գործարարի մոտ միանում է փրկում օպերացիան, ինքը ամեն բան πάει, ինչ որ ման ուզում է փրկի։ Այդ փրկման օպերացիայի մեջ ինքը չի մտածում զարգացման մասին, ինքը գլոբալ չի մտածում, որտեվ այդ նյութը կողքով անցնում է։ Ինքը տեսնում է այդ նյութը, բայց ցավոք հենց հիմա ինքը փրկման մեջ է, փրկում է այդ ամեն ինչը։ Դա է իրականությունը, բայց այստեղ մենք ունենք նվեր։ Մենք պետք է հասկանանք, որ երբևիցե պետք է համարձակություն ունենաս բաց թողես։
Պետք է ունենաս այդ համարձակությունը։ Դու պետք է բաց թողես, պետք է ճիշտ պահին գնահատես։ Իսկ կարող է աշխարհի գլոբալ հնարավորությունը մեր համար ավելի կարևոր է, նույնիսկ երկրի տեսանկյունից։ Ես համարում եմ, որ այսօր հայ գործարարները ամբողջ աշխարհով պետք է աշխարհում դիրք գրավեն։ Ոչ թե փորձենք Աբովյան փողոց կամ ինչ-որ կենտրոնական փողոցներում, չգիտեմ, ծաղկամաներով մայթեր գրավենք։ Անցել է դրա ժամանակը, ընդհանրապես հետաքրքիր չի։ Գլոբալ աշխարհում նշանակություն ունի մարդը որտեղ ապրելու։ Դուք այսօր փորձեք աշխարհում տեղ վերցնել։ Ու բոլորս մենք փորձագետներս մեդիա դաշտը պետք է ուղղված լինի դրան հնարավորությունները բաց չթողելու վրա ու ոլորտային մենք ասենք ժողովուրդ այս շատ լավ ասեցիր Գեորգ ջան մենք պետք է հասկանանք Կանադան ինքը ոչ միայն անվանումներն է փոխել Կանադայի վարչապետը հռչակում է որ Կանադան դառնալու է ազատ աշխարհի առաջատարը առաջնորդը ներողություն Եթե Ամերիկան հրաժարվում է այդ դերից ու ասում արդեն հրաժարվել է ինքը փաստեց որ հրաժարվել է ասում ես պատրաստ եմ մենք պատրաստ ենք առաջնորդել այդ աշխարհը տեղը դու գրավում է պատկերացնում ես ինչ հետարքիր հնարավորություններ է մեր համար բացվում այ նոր աշխարհում հա ինչ որ ու մանավանդ այս այն դեպքերից է երբ որ դու պահպանելով քո դիրքը 3-4 ուղություններով կարող ես նաև այն ոլորտում ինչ-որ բան անել Գեորգ ջան այս մասը փոքարտիկը գլոբալ նորությունների մեջ մեր ոնց որ դերը ինչու ենք դուրս կարճ ու անցնենք ամփոփման Ինձ շատ դուր եկավ այդ միտքը որ Նարեկը ասեց որ ցավոք սրտի գործարարի կյանքը այսօր մենք ներքին այնքան ենք բարդացնում ինքը գլոբալի համար ժամանակ չի ունենում ու այդ շատ ցավալի է այդ փաստելը բայց ես նաև մենք խոսել ենք այս մասին եթե չեմ սխալվում մեդիայի դերը բիզնեսում թեման քննարկելուց թե ինչքան նաև մենք անփորձ ենք գլոբալ նորությունները վերլուծելու մենք չունենք վերլուծաբաններ որովհետև վերջ-վերջո մենք չենք կարող ակնկալենք որ գործարարը պիտի ինքը վերլուծի այդ նորությունները ինքը պիտի օգտվի այն վերլուծություններից որոնք պիտի լինեն հետեւաբար եթե մենք ուզում ենք չի կարա ոչինչ մեկուսացած զարգանա, չէ՞, մենք ինչքան ասենք կարևոր է տնտեսությունը կախված է շատ այլ ոլորտներից։ Եվ եթե օրինակ մեր լրատվավերլուծական ոլորտը չի զարգանում, հետեւաբար մեր տնտեսությունն էլ չի կարա զարգանա, ու տենց ամեն ինչ, տնտեսություն չզարգանա, կրթություն չի զարգանա, կրթությունը չզարգանա, չգիտեմ, հետ կգանք նույն շղթայով լրատվավերլուծականը չի զարգանա, արդյունքում մեկս մյուսից կախված ենք։ Երևի թե ամենակարևորը, որ մենք պրոստը ամեն մեկս մեր դերում, մեր գործում հասկանանք, որ պիտի անենք մաքսիմումը, որպեսզի տնտեսությունն է զարգանա։ Բայց մի հատ շատ կարևոր բան, որ անդադ մտքից էր ուզում եի խոսեի նաև այս կոնտեքստում, այն մասով, որ երբ որ աշխարհում ինչ-որ բան է փոխվում, ռեսուրսներն են տեղափոխվում, ու այդ ռեսուրսների տեղափոխությունը շատ կարևոր է կարողանալ ցավոք սրտի մենք տարիներ առաջ չօգտվեցինք, երբ որ շատ ցավալի իհարկե մեր հայրենակիցների համար Սիրիայում եղավ պատերազմը, մի շարք սիրիացիներ եկան, լավագույնը որ մենք կարողացանք դա տեսնել կամ անել, այդ որ մեր հանրային սննդում որոշակի մշակութային փոփոխություն եղավ, բայց մենք չգիտակցեցինք, որ մենք հսկա ռեսուրս է եկել, արաբալեզու ռեսուրս, որը մեզ կարող օգնի արաբական շուկաներ դուրս գալ, այսինքն Եվ մեր հայրենակիցը հայ, բայց մեզ այնց տարբերվում է լեզվով, արաբալեզու, հա, մեծ հնարավորություններ, ու մենք փաստացի այդ հնարավորությունից չօգտվեցինք, կենտրոնացել էինք մենակ նրա վրա, որ այ տեսեք, սիրիահայ մեր բարեկամներն եկել են, մեր հանրային սննդի մշակույթը փոխվեց, բայց շատ ավելի կարևոր։ Ես ուզում եմ մի հատ շեշտադրման մեջ մի հատ կարևոր բան կար, շատ կարևոր նյութ կա էլի այստեղ։ Տեսեք, ինչ էլ կատարվի այսօր, կարևորը վաղն է, հա, կարող մենք անցյալը հետ չբաց չթողելով, հետազոտելով այսօրվա օրը կերտենք վաղվա ուղղվածությամբ։ Հետևաբար ինչ էլ փոխվի, ինչ ուզում է փոխվի։ Մեր կամ մարդկային գործոնը լինելու է կարևոր։ Հետևաբար իմ կարծիքով այսօր գործարարը պետք է ամենակարևորը ինքը կարող է նույնիսկ անտարբեր լինի գլոբալ տենդենսներին։ Պահի տակ, հա, ինչ որ բաներ մտածի Հայաստան չի գա եւ այլ, բայց ինքը իրավունք չունի անտարբեր լինի կրթական ոլորտին, որովհետեւ կրթական ոլորտը ինքը սոցիալական կտոր չի դա տնտեսության անբաժանելի մասն է։ Գործարարը իրավունք չունի հանգիստ նստի, նայտենա դե դպրոցում ինչ օրենք են փոխում, ինչ է կատարվում, ասեն դե, այսինքն դպրոցը դա սոցիալական գարդերոբ չի։ Հա, որ երեխեքին տանում ենք ժամը 2-ին գնում վերցնում ենք։ Դրա մասին չի։ Ժողովուրդ մենք պետք է գիտակցենք, որ դպրոցում ստեղծում են քո ապագան ու անտարբեր չլինելը դա նշանակում է բառից բուն իմաստով քայլեր իրականացնել, ինչ որ ծրագրեր բացել, ինչ որ բաներ կամպուսներ ստեղծել, որովհետև շատ հնարավոր է, որ քո ապագա բիզնեսը այդ երեխեքն են կերտելու։ Դու այսօր ունես կապիտալ, դու այսօր ունես հնարավորություն, կարող է դու չես հասկանում աշխարհը ոնց է փոխվելու, բայց այդ նախաձեռնողականությունը, այդ էներգիան այդ երեխեքն են ունենալու։ Հետևաբար այդ երեխեքին սարքես քոնը, ու ինձ թվում է ամենակարևորը այդ փոփոխվող բանի պետք է մի բան դուրս բաց չնայես, ռեսուրսների խնայողության տեսանկյունից կրթության վրա ներդրում անես։
ես մեծ հույս ունեմ, որ մեր գործարարները այդ ոլորտին շատ ուշադրություն կդարձնեն, ինչպես անում են հрьяաները, անում են ֆինները, սկանդինավյան երկրները, բոլորի մոտ նայում ես կտրուկ տնտեսական կառուցվածքը փոխվել է, երբ որ գործարարը անտեսելով ամեն ինչ, ամենակարևոր շեշտադրումը դրել է կրթության վրա։ Տղանը շատ հետաքրքիր քննարկում էր, գլոբալ քննարկում էր, լոկալ տեսանկյունից իհարկե, ու ասենք այստեղ կարող ենք հստակ ասել, որ մենք լրջագույն առավելություններ ունենք, պաթոսից զերծ, ամեն ինչից զերծ, բայց մեր հաղորդակցման հմտությունները, կոնտեքստի մեջ լինելը, բոլորի հետ կարողանալ շփվելը լրջագույն առավելություն է, որ մեզ դարեր շարունակ այդ մենք օգտագործել ենք, հիմա այս փոփոխող աշխարհում իրապես պետք է օգտագործենք սա ու այդ առավելությունները օգտագործենք, որպեսզի մեր տեղը ունենանք գլոբալ փոփոխվող եւ մեր տեղը ունենանք արդեն փոփոխված աշխարհում, որովհետեւ այդ փոփոխված աշխարհում տեղը ունենալը նշանակում է մի մեծ ցիկլ, մի քանի տասնյակ կամ 100 տարի այդ տեղը կայուն պահել։ Շնորհակալություն, շատ հետաքրքիր էր։ Իդեպ եթե դες հետաքրքիր է, համոզված եմ, որ հետաքրքիր էր, գրեք, մեկնաբանեք, տարածեք, ձեր կարծիքը կուզենանք լսել, այստեղ տարբեր տարաբնույթ կարծիքներ կարող են հնչել, կուզենանք ձեր բոլորի տարբեր տեսանկյունից ձեր կարծիքները լսել ու քննարկում նախաձեռնել այս մեր հաղորդման տակ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Սամվել ջան։ Շնորհակալ ենք։